Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ։ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց իրեն կողմ քվեարկած անդամներին, երբեք չեք ամանչի իմ փոխարեն, նշեց նա։ Երբ ասում էի, որ կպահեմ սուբորդինացիան, կպահեմ, բայց եթե հանկարծ ինչ-որ մեկն ուրիշ ձևով պահի իրեն կփոխհատուցեմ, նույն սկզբունքով ես այդպես մեծացել եմ, այլ ձև չեմ կարող ապրել։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբուրեմ հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա, հայտարարել է Գյումրու նորընտիր համայնքապետը։ Ղուկասյանը նաև ասել է, այսքան քրեական գործերը վրաց ես եկել, ստանձնել եմ այդ պարտականությունը։ Դա եւս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել։ Հիշեցնենք, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրու նորընտիր ավականու առաջին նիստին չի մասնակցել, քաղաքապետի քպական թեկնածու Սարիկ Մինասյանը կոչ է արել գնալ արտահերթ ընտրությունների։ Հիշեցնենք նաև, որ ընտրությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 8 մանդատ, մեր քաղաքը կուսակցությունների դաշինքը 6 մանդատ, Իմ հզոր համայնք կուսակցությունը 3 մանդատ, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 2 մանդատ։ Գյումրի քաղաքապետի քպական թեկնածու Սարիկ Մինասյանը գրում է. «Սիրելի գյումրեցիներ, հարգելի համաքաղաքացիներ, ես տեր եմ յուրաքանչյուրիդ քվեին եւ առաջնորդվելով հենց այս գաղափարով հայտարարում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը գյումրեցիների խաբեությամբ քվեներ կորզածների եւ դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք նորընտիր ավականու առաջին նիստին չի մասնակցելու։ Գյումրու ապագայում մտահոգ ավականու անդամներին կոչ եմ անում քվեարկել խղճի մտոք, չընդունել այլոց հաշվարկների արդյունքում ձեզ պարտադրված որոշումը եւ չստվերել Գյումրու ապագան։ Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման ճգնաժամն անխուսափելի է։ Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, սա չի բխում գյումրեցու շահից։ Ձեր սխալ քայլի հետևանքը ձեր երեխան ու անձամբ դուք եք կրելու։ Որքան էլ խուսափեք այդ պատասխանատվությունից հանուն Գյումրու եւ գյումրեցու, պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը եւ դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Այս մասին Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Տաշիր գրուպի սեփականատերն ըստ էության քաղաքական լուրջ ուղերձ է հղում, որի գլխավոր հասցեատերը դեպի Եվրամիություն ձգտող Հայաստանի իշխանություններն են։ Հայ գործարարները լրջորեն մտահոգված են ՏՄ-ից դեպի Եվրամիություն շրջադարձ անելու Հայաստանի հեռանկարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է Եվրոպայի վրա այն բանից հետո, երբ Եվրամիության առաջնորդները աջակցություն են հայտնել Վոլոդիմիր Զելենսկին օվալաձև աշխատասենյակում վեճից հետո։ Այս մասին գրում է Պոլիտիկոն, հոդվածում նշվում է, որ Թրամփը կատաղած է Եվրոպայի վրա, որը ամուր գրկել է Զելենսկին Սպիտակ տանը սկանդալից հետո։ Ամերիկացի առաջնորդն այս աջակցությունն անտեղի է համարել, գրում է թերթը։ Ըստ Պոլիտիկոյի օվալաձև աշխատասենյակում Զելենսկու հետ հանդիպման հաջորդ օրը կատարվածը Թրամփի համար վերջին կաթիլը դարձավ, քանի որ ուկրաինացի առաջնորդը բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ խաղաղության համաձայնագիրը դեռ շատ հեռու է սրանից հետո ԱՄՆ նախագահը դադարեցրել է օգնությունն Ուկրաինային։ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու համար Եվրամիության երկրների կողմից պաշտպանական ծախսերի ավելացումը բացասական ազդեցություն կունենա սոցիալական ապահովության համակարգերի վրա։ Այս մասին հայտարարել է Բելգիայի ֆինանսների նախարար Վինսենտ Վան Պետեգեմը, հայտնում է Financial Times թերթը։ Յուրաքանչյուր եվրո, որն այսօր դեֆիցիտ է, եվրո է, որը դառնալու է պարտք, եւ այդ պարտքը մի օր կդառնա հարկ կամ սոցիալական ապահովության համակարգի կրճատում, ասել է նա։ Բելգիան ավելի շատ պարտքեր կվերցնի եւ կկրճատի բյուջեն հասնելու ՆԱՏՕ-ի նպատակներին, ասել է Վան Պետեգեմը։ ԱՄՆ-ն նվազեցրել է Ուկրաինային տրամադրված օգնության փոխհատուցման պահանջները 300-ից հասնելով $100 միլիարդ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղումանելով աղբյուրներին։ Դրա տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը անցյալ շաբաթ Վաշինգտոնում բանակցություններից հետո կրճատել է Կիևին տրամադրվող օգնության չափը $300 միլիարդից մինչև $100 միլիարդ։ Այսպիսով այս ցուցանիշը մոտեցել է Ուկրաինայի հետ համաձայնեցվածին եւ կազմում է մոտ $90 միլիարդ, նշել է գործակալությունը։ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Կիևի վրա, պահանջելով համաձայնություն ուկրաինական ապագա ներդրումային նախագծերի շահույթը կիսելու վերաբերյալ, այդ թվում օգտակար հանածոների եւ ենթակառուցվածքների ոլորտներում։ Վաշինգտոնը դա համարում է տասնյակ միլիարդավոր դոլարների զենքի եւ այլ օգնության փոխհատուցում, որը տրամադրվել է նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Մալաքե Թաուսի տոնի առիթով։ Ուղերձում ասվում է. Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ նոր տարվա Մալաքե Թաուսի տոնի առիթով։ Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսվելու ուրախությամբ, կրկին բարեմաղթանքի խոսքեր հղելու Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին։ Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության եզդիները որպես պատասխանատու քաղաքացիներ շարունակելու են իրենց տեսանելի ներդրումը ունենալ մեր պետության զարգացման գործում։ Կառավարությունն իր հերթին վճռական է տրամադրված Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի ինքնության պահպանման ու զարգացմանը, կրթության հասանելիությանը, տնտեսական ակտիվությանն աջակցելու հարցում։ Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ, մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի Հանրապետության եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության, հաջողությունների ու երջանկության տարի։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 23 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Քաթարյան Ալ Ջազերա հեռուստալիքը։ Նրա խոսքով իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցնում պաղեստինյան անկլավի ողջ տարածքում։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ եւ դրանով իսկ ընդհատելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է Համասի կողմից միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի կողմից բանակցությունների ընթացքում արված առաջարկների մերժմամբ, նշելով, որ գործողության նպատակն է ազատել Գազայում պահվող բոլոր պատանդներին։ Ալժիրի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 12 ֆրանսիացի դիվանագետների։ Այս մասին հայտում է Le Figaro թերթը վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին։ Ալժիրի իշխանությունները մեր 12 աշխատակիցներին խնդրել են 48 ժամվա ընթացքում լքել Ալժիրի տարածքը, նախարարի խոսքը մեջբերում է հրատարակությունը։ Ըստ Le Figaro-ի կասկածյալները վարչական եւ դիվանագիտական անձնակազմ են, որոնք կապված են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հետ։ Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ Ալժիրը արտաքսում է դիվանագետներին ի պատասխան Ֆրանսիայում Ալժիրի 3 քաղաքացիների, որոնք կասկածվում են ֆրանսիական տարածքում հանցագործություններ կատարելու մեջ։ Թերթը պարզաբանում է, որ նրանք բերման են ենթարկվել ապրիլի 11-ին։ Ինչպես նշել է Բարոն, Ալժիրի այս քայլն անպատասխան չի մնա։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենտը հայտարարել է, որ Կիևի հետ ռուսների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն այս շաբաթ։ Մենք շատ մոտ ենք, ստորագրումը կարող է լինել նույնիսկ այս շաբաթ, ասել է Բեսենտը Bloomberg-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Կիևի հետ բանակցությունների կարգավիճակը։ Գործակալության տվյալներով Բեսենտն ասել է, որ հանգստյան օրերին կայացած հանդիպմանը Ուկրաինան հանդես է եկել համաձայնագրի հակառաջարկով եւ բանակցությունները դեռ շարունակվում են։ Ավելի վաղ Reuters-ը հղում անելով իրավիճակին ծանոթ անանուն աղբյուրին հայտնել էր, որ Վաշինգտոնում ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների միջև հանքային ռեսուրսների վերաբերյալ գործարքի շուրջ բանակցություններն անցել են հակասականության մթնոլորտում։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի եվրոպական եւ եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան երկուշաբթի ասել է, որ Կիևը եւ Վաշինգտոնը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել ուկրաինական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի շուրջ, սակայն գործարքը կնքելու համար լրացուցիչ փուլեր են անհրաժեշտ։ Բահամյան իշխանությունները հայտարարել են SpaceX Falcon 9 հրթիռների վայրեջքի ժամանակավոր արգելքի մասին երկրում, քանի դեռ չի ավարտվել շրջակա միջավայրի գնահատումը, ասել է կառավարության կապիտանորեն Լատրե Ռահմինգը։ Բահամյան կառավարությունը շրջակա միջավայրի պլանավորման եւ պաշտպանության դեպարտամենտի միջոցով հայտարարել է երկրում SpaceX Falcon 9 հրթիռների բոլոր վայրեջքների կասեցման մասին մինչև արձակումների ազդեցության ամբողջական հետաքննությունը։ Մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ամբողջական գնահատումը չավարտվի, նոր թույլտվություններ չեն տրվի, գրել է Ռամնինգը X-ում։ Մինչ այժմ Falcon 9 հրթիռի վայրեջքները Բահամյան ջրերում եղել են առանց միջադեպերի, սակայն 2025 թվականի մարտին մեկ այլ SpaceX Starship հրթիռ է վթարի ենթարկվել։ Տեխասի բազայից արձակվելուց հետո այն կորցրել է կառավարումը եւ դրա բեկորներն ընկել են հարավային Բահամյան կղզիներում։ Միջադեպը մտահոգություն առաջացրեց տեղական իշխանությունների եւ հանրության շրջանում եւ հավանաբար հանգեցրեց ծովային հարթակի վայրեջքների դադարեցմանը նրանց ջրերում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել ներկրվող հումքի որոշ տեսակների, այդ թվում հազվագյուտ հողային հանքանյութերի եւ ուրանի վրա, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Այդ նպատակով հետաքննություն կանցկացվի 1962 թվականի առևտրի ընդլայնման ակտի 232-րդ հոդվածի համաձայն։ Նախագահն արդեն օգտագործել է փաստաթուղթը երկրում պղնձի եւ փայտանյութի մատակարարումը ուսումնասիրելու, ինչպես նաեւ մեքենաների, պողպատի եւ ալյումինի համար, մաքսատուրքեր սահմանելու համար։ Թրամփը նաև հրամայել է առևտրի նախարարությանը ուսումնասիրել կարևոր օգտակար հանածոների մատակարարման շղթաները եւ գտնել ուղիներ, ավելացնելու արտադրությունը ԱՄՆ-ում միաժամանակ նվազեցնելով կախվածությունը ներմուծումից։ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի քան 70 երկրների համոզել սահմանափակել Չինաստանի հետ առևտրային կապերը։ Ավելի ցածր մաքսատուրքերի դիմաց գրում է The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին։ Այս գաղափարի գլխավոր նախաձեռնողներից մեկը ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթն է, գրում է թերթը։ Նրա խոսքով ֆինանսների նախարարության ղեկավարն արդեն ներկայացրել է ծրագիրը Թրամփին։ Ըստ այդմ նախատեսվում է համոզել ավելի քան 70 երկրների արգելել չինական ընկերություններին հիմնվել իրենց տարածքներում, ինչպես նաև դրանց միջոցով ապրանքներ մատակարարել։ Վաշինգտոնը նաև ցանկանում է, որ իր առևտրային գործընկերները դադարեն Չինաստանից էժան արտադրված ապրանքներ գնել։ Գյումրիի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն, բացի այն, որ արել ենք մինչև հիմա, չեմ կարող անել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին ինչպես է պատկերացնում աշխատանքը նորընտիր քաղաքապետի հետ, Փաշինյանը պատասխանեց. աշխատանք է, կառավարությունն իր աշխատանքն է անում իր օրակարգով, ռազմավարությամբ, թիմ կանոնակարգով։ Կանոններ կան, որոնք պետք է պահվեն։ Պանամայի ջրանցքը մենք չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է 10 Սպիտակ տան ղեկավարը դժգոհություն է հայտնել, թե ինչպես է Չինաստանը ղեկավարում այն եւ ընդհանրապես չինական ազդեցությունից։ Նա հիշեցրել է, որ մոտ 1 տարի առաջ, երբ ԱՄՆ-ն իր ուշադրությունը դարձրեց ջրանցքի հետ կապված իրավիճակի վրա, գրեթե բոլոր մակագրությունները չինարենով էին։ Այնուհետև ես ասացի, որ մենք ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային, ասել է Թրամփը։ Ուկրաինայի ճակատը փլուզելու համար ընդամենը 2 բան է պետք։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի սպաներ կազմակերպության վարչության նախագահ Պահեստազորի փոխգնդապետ Ռոման Շկուրլատովը։ Առաջինը Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական անջատումն է ամերիկյան արտադրության Starlink արագ ինտերնետից։ Երկրորդը Պենտագոնի կողմից հետախուզական տվյալների փոխանակման դադարեցումը։ Այս երկու բաղադրիչները մեզ լիովին կբավականեցնեն, որպեսզի կես տարվա ընթացքում մենք ընդմիշտ փակենք ուկրաինական հարցը, հայտարարել է Շկուրլատովը։ Նա ցանկացած բանակցային գործընթացի խափանում անվանել է նպատակ, որն իր առջև դրել է Կիևը։ Սակայն, ըստ փորձագետի, դժվար է խոսել ինչ-որ պայմանավորվածությունների տապալման մասին, քանի որ ոչ մի պաշտոնական պայմանավորվածություն չի եղել։ Եվ նույնիսկ էներգետիկային հարվածների մոնատորիումի վերաբերյալ բանավոր կերպով ձեռք բերված պայմանավորվածությունները ուկրաինական կողմը լկտիաբար անտեսում է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը յուրացրել է երկրի իշխանությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Այսպես է նա մեկնաբանել լուրն այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները երկարաձգել են ռազմական դրությունը եւ զորահավաքի ժամկետը եւս 90 օրով։ Պորոշենկոն նշել է, որ այդ որոշումը կայացվել է գործող ռազմական դրության ժամկետի ավարտից 1 ամիս առաջ։ Նրա խոսքով իշխանությունը սկսել է չարաշահել ռազմական դրությունը, այն օգտագործելով ավտորիտար ռեժիմ կառուցելու համար։ Նա հավելել է, որ նախագահի գրասենյակի անսահմանափակ իշխանությունը խորհրդականների նկատմամբ նվաստացուցիչ է ամբողջ երկրի համար։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ցանկացած գործարք պետք է պայմաններ ներառի ուրանի հարստացման իրանական ծրագրի դադարեցման եւ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի հետ գործարքը կկնքվի միայն այն դեպքում, եթե դա լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է սահմանվի Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության եւ բարգավաճման համար։ Իսկ դա նշանակում է, որ Իրանը պետք է դադարեցնի եւ վերացնի միջուկային հարստացման եւ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագիրը, ասել է Ուիթքոֆը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պետք է աջակցի Ուկրաինայում հակամարտության ավարտին եւ կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին գրել է բրիտանացի դիվանագետ Յան Պրուդը Strategic Culture-ի համար հոդվածում։ Մինչև ուկրաինական ճգնաժամը, որը սկսվել էր 2014 թվականին, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջև երկկողմ առևտրային եւ ներդրումային հարաբերությունները ծաղկում էին, ասվում է հրապարակման մեջ։ Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, երկու երկրների համալսարանների միջև սերտ համագործակցություն է հաստատվել, իրականացվել են կրկնակի դիպլոմային ծրագրեր, պահպանվել են կապեր Մոսկվայի եւ Լոնդոնի ֆինանսական շրջանների միջև, զարգացել է խոշոր էներգետիկ ընկերությունների փոխգործակցությունը։ Եթե Բրիտանիան իսկապես մտադիր է ամբողջ աշխարհում իրականացնել էներգետիկ եւ բազմավեկտոր առևտրային եւ ներդրումային քաղաքականություն, Սթարմերը պետք է լիովին աջակցի Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը, նախքան Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ռեյչել Ռիվիզին Մոսկվա ուղարկելը, եզրափակել է Պրուդը։ Միացյալ Նահանգները Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակում Թեհրանին առաջարկել է բարձր հարստացված ուրանի իր պաշարները փոխանցել երրորդ երկրի, օրինակ Ռուսաստանին, այս մասին հայտնել է Guardian-ը։ Թերթը նշում է Ռուսաստանը որպես հնարավոր երկիր, որին Թեհրանը կարող է փոխանցել ուրանի իր պաշարները, սակայն հոդվածում չի նշվում, թե արդյոք այդ տարբերակը բարձրացվել է բանակցությունների ընթացքում, թե դա ընդամենը ակնհայտ տարբերակներից մեկն է։ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունները։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ՍԱՏՄ կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչնդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ ապօրինի վարձատրություն։ Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, մասնավորապես 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած հերթական այցի ընթացքում ՍԱՏՄ երկու գլխավոր տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց նախաձեռնած տնտեսվարողի մոտ հայտնաբերել են էական բացթողումներ ու խախտումներ, որոնք չարձանագրելու դիմաց նրանից ստացել են 190,000 ՀՀ դրամ կաշառք։ Ավելին, նշված տեսուչներից մեկի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբականակի արտահանումը։ Բացի այդ նախաքննությամբ պարզվել է, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար տնտեսվարողը դիմել է ՍԱՏՄ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող իր ծանոթին, վերջինս պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Արդյունքում տնտեսվարողը հիշյալ անձի ակտիվ միջամտությամբ կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբականակը, նույն օրը նրան տալով պահանջված գումարը։ Վերենշված հանցավոր արարքների կատարման համար քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում կաշառք ստացած ՍԱՏՄ տեսուչներին, նրանց կաշառք տված տնտեսվարողին եւ 8000 ԱՄՆ ապօրինի վարձատրություն ստացած անձին, վերջինիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Հունգայի վետոն շրջանցելու միջոց է գտել, ըստ որի սահմանափակումների սահմանման մասին որոշումը կկայացվի ոչ թե համաեվրոպական, այլ ազգային մակարդակով, գրում է Politico-ն, հղում անելով իր աղբյուրներին։ 6 դիվանագետներ հաստատել են, որ առնվազն կես տասնյակ մայրաքաղաքներ համատեղ ջանքեր են գործադրում Ռուսաստանի նկատմամբ համաեվրոպական պատժամիջոցները ներքին օրենսդրության մեջ ներառելու համար, ասվում է նյութում։ Դա կարող է զրկել Բուդապեշտին եվրոպական պատժամիջոցները արգելափակելու հնարավորությունից, որոնց երկարաձգման համար պահանջվում է դաշինքի միաձայն աջակցությունը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Նշվում է, որ նման քայլը դիտարկող երկրների թվում կան պետություններ, որոնք նախկինում դժկամությամբ սահմանափակումներ են մտցրել, մասնավորապես խոսքը Բելգիայի եւ Չեխիայի մասին է։ Մենք բոլորս, անդամ պետություններն ու ինստիտուտները պետք է հասկանանք, որ հնարավոր է պատժամիջոցները չերկարաձգվեն։ Մենք պետք է համոզվենք, որ պատժամիջոցների ամբողջ ռեժիմը կայուն է, ասել է դիվանագետներից մեկը անանունության պայմանով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի համաձայնել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքերի հետ պետությունների տարածքային ամբողջականության իրավունքի մասին։ Նա այսպես է գնահատել Ղազախստանի ղեկավարի կարծիքը, որ եթե առաջնորդվենք միայն ազգերի ինքնորոշման իրավունքի գաղափարով, աշխարհում շատ տարածաշրջանային հակամարտություններ կծագեն։ Լավրովը նշել է, որ Տոկաևը հաշվի է առնում միայն պետությունների տարածքային ամբողջականության իրավունքը։ Ես համաձայն չեմ նրա հետ։ Մենք ավելի ուշ մեր ղազախ ընկերներին բացատրեցինք մեր դիրքորոշումը։ Նրա համար կա միայն տարածքային ամբողջականության իրավունք։ Ես նրան ասացի, որ եթե Ղազախստանը ՄԱԿ-ի անդամ է, նրանք պետք է հարգեն կազմակերպության կանոնադրությունն ամբողջությամբ, ասել է Լավրովը։ Նախարարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը ամրագրում է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի հիմնական գաղափարն այն է, որ տարածքային ամբողջականության իրավունքը հարգվում է այն պետություններում, որոնց իշխանությունները ներկայացնում են տվյալ տարածքում ապրող բոլոր մարդկանց։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Կողմերը որոշել են, որ Մուսկատն ընդունող կողմ կմնա բանակցությունների երկրորդ փուլի համար, որոնք տեղի կունենան շաբաթ օրը, ապրիլի 19-ին, հայտարարել է Բաղային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին գրում է Wall Street Journal թերթը, վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրներին։ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Դենիել Ֆրիդի խոսքով պատժամիջոցների ռեժիմի ուժեղացման հարցով արդեն զբաղվում են ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը։ Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք, ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա էլ է կրթության հարց, քանի դեռ անվտանգություն ասելիս անընդհատ ասում ենք բանակ, դա մի բանի վկայություն է, որ մենք չգիտենք, թե ինչ է անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը ներառում է բանակ, բայց որը միայն բանակը չէ, ասաց նա։ Փաշինյանի խոսքով բանակում մեծ ծավալով բարեփոխումներ են տեղի ունենում, բոլոր այն դեպքերը, որ փորձ է արվում ներկայացնել, որ Հայաստանը բանակը զարգացնում է, սպառազինում է, որ հարձակվի այս կամ այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ ու ասում եմ, որ Հայաստանի բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի եւ չի ունենալու։ Նույնիսկ Հայաստանի ավելի քան 200 կիլոմետր օկուպացված ինքնիշխան տարածքների մասով բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետեւ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մեխանիզմ է ստեղծել է, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն, ասաց նա։ Ըստ Փաշինյանի բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք, ում պետք է ունենանք պաշտպանունակ բանակ։ Նախորդ շաբաթ գումարված եվրոպացիները հանուն Արցախի հարթակի նիստում քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի կանտոնների խորհրդի խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար հնարավորություն տալ հայերին վերադարձին որոշումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Շայինյանը մանրամասնել է որոշման գործընթացը, նկատի ունենալով, որ այս որոշումը պարտավորեցնում է Շվեյցարիայի կառավարությանը 1 տարվա ընթացքում գումարել Ադրբեջանի եւ Արցախահայության ներկայացուցիչների միջև միջազգային ֆորում միջազգային անվտանգության երաշխիքների խթանելու Արցախահայության վերադարձ իրավունքը Շայինյանը ներկայացրեց հավանական գործընթացի կարելիությունները։ Ռուս փրկարարներն ավարտել են միջազգային փրկարարական գործողությունը Մյանմայում եւ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների վերջին խումբը վերադառնում է Մոսկվա, հաղորդում է գերատեսչության Telegram ալիքը։ Մարտի վերջին 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում ցնցումները զգացվել են հարևան 5 երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ցնցումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3600-ը, մոտ 5000-ը վիրավորվել է։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների վերջին խումբը Մյանմայի Հանրապետությունից վերադառնում է Մոսկվա։ Գործակալության IL-76 ինքնաթիռում 50 փրկարար եւ բուժաշխատող կա, ասվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ռուսական խմբավորումը գործում էր նահանգի առավել տուժած շրջաններից մեկում Մանդալայում եւ նրա շրջակայքում։ Հաղորդվում է, որ այնտեղ ստեղծվել է դաշտային ճամբար եւ օդադեսանտային հիվանդանոց։
Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Սև ծովում անվտանգության հարցերում։ Հանրապետությունում կողմերի միջև բանակցություններ չեն նախատեսվում, ՌԻԱ Նովոստին հայտնել են Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմում։ Կիրակի օրը CNN Թյուրքը հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը հայտնել է, որ ապրիլի 15-ից 16-ը Անկարայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ դրան կմասնակցեն մի շարք երկրների զինվորականներ, հաղորդում է Անադոլու պետական գործակալությունը։ Մենք մշտապես համաձայնեցնում ենք կողմերի հետ Սև ծովում անվտանգության հարցերի շուրջ, ասել է գործակալության աղբյուրը, մեկնաբանելով թուրքական ռազմական գերատեսչության այդ թեմայով միջոցառում անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները։ Հարցին, թե արդյոք Թուրքիայի տարածքում ծրագրվում են բանակցություններ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև Սև ծովում նավագնացության անվտանգության հարցերի շուրջ գործակալության զրուցակիցը նշել է, որ այս պահին նման պլաններ չկան։ Ապրիլի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Սև ծովում եւ Անդրկովկասում, ինչպես նաեւ առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին կոչ արել ուշքի գալ, նրա խոսքերն են մեջբերում ԱՊԱ-ն։ Նա նշել է, որ միասնական հայրենիք շարժման շնորհիվ հաղթանակ է տարվել Արցախում։ Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը, Հայաստանը պետք է գիտակցի եւ ընդունի իրականությունը եւ օր առաջ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի մոտ ապագայում եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, սա է մեր նպատակը։ Ադրբեջանի այդ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի հասել չի կարելի, եզրափակել է Պաշտոնյան։ Հյուսիսային Կորեայի նախկին նախագահ Կիմ Չեն Ընը նավատորմի ներկայիս ռեկորդագիր ռազմանավից 2 անգամ մեծ ռազմանավ է կառուցում։ Հետաքրքրական է, որ արևմտյան լրատվամիջոցները վստահ են, դա անհնար կլիներ առանց Ռուսաստանի օգնության։ Այս դիրքորոշումը կիսում են եվրոպական բազմաթիվ աղբյուրներ։ Գազետա հրատարակության համաձայն, եթե հաղորդագրությունները այն զենքի մասին, որով կհամալրվի նավը, իրականություն դառնան, դա կարող է արմատապես փոխել անվտանգության իրավիճակը տարածաշրջանում։ Աղբյուրը հայտում է, որ արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան մինչ օրս իր ամենամեծ ռազմանավը կառուցելու գործընթացում է։ Նավը կունենա մոտ 140 մետր երկարություն, ինչը կարող է 2 անգամ մեծ լինել Կիմ Չեն Ընի նավատորմի ներկայիս ամենամեծ նավից։ Ապրիլի 6-ի լուսանկարները ցույց են տալիս նավի վրա զենքի եւ այլ ներքին համակարգերի շարունակական տեղադրումը, որը հավանաբար կառավարվող հրթիռային ֆրեգատ է, որը կարող է հրթիռներ կրել ուղղահայաց արձակման խողովակներով։ Նոր աշխարհակարգի առաջնորդները կլինեն Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Չինաստանը։ Այս մասին Ռադիո Նեարին տված հարցազրույցում հայտարարել է Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին։ Մենք տեսնում ենք, որ աշխարհն այժմ վերակառուցվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցող աշխարհակարգն այլևս գոյություն չունի։ ԱՄՆ-ն կառաջնորդի Ամերիկան, Ռուսաստանը Եվրասիան, իսկ Չինաստանը կառաջնորդի Ասիան այն մասով, որը չի ղեկավարվում Ռուսաստանի կողմից, ասել է նա։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում շաբաթ օրը ապրիլի 19-ին, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային, հաղորդում է իրանական պետական ԻՌՆԱ գործակալությունը։ Ավելի վաղ Նիդերլանդերի արտգործնախարար Կասպար Վելտկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Հռոմում։ Այս տեղեկությունը հաստատել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Խորհրդակցությունների արդյունքում որոշվել է, որ բանակցությունների երկրորդ փուլը ԱՄՆ-ի հետ կշարունակվի Օմանում։ Դրանք տեղի կունենան շաբաթ օրը ապրիլի 19-ին, ասել է Բաղային։ Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչով։ Այս մասին հայտում է KBC հեռուստաալիքը, վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել կորեական թերակղզու օդային տարածքում ամերիկյան ռմբակոծիչի տեղակայման կապակցությամբ։ Հարավկորեական կողմն օգտագործել է F-16 եւ F-35A կործանիչներ, իսկ ամերիկյան
կողմը F-16։ Ինչպես նշում է հեռուստալիքը, զորավարժությունները նպատակ ունեն ցուցադրել զսպիչ միջոցների ներուժը Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետությունում հրթիռային եւ միջուկային ծրագրերի զարգացման ֆոնին։ Դասընթացը նաեւ նպատակ ուներ նպաստել ՌՈԿ-ի եւ ԱՄՆ-ի զինվորականների միջև փոխհամապատասխանությունը։ Նմանատիպ վարժանքներ B-1B ռմբակոծիչի մասնակցությամբ տեղի են ունեցել փետրվարի 20-ին։ Իսկ այժմ եղանակի մասին այսօր առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ վաղվանից մինչև ապրիլի 14-ը գիշերային ժամերի լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-ից 7 աստիճանով։